Ախորյան համայնքի Արևիկ բնակավայրի միջնակարգ դպրոցն է, նոր ձեռքբերումները նշելը մշտապես տոն է դառնում այստեղ, հերթական նորարարությունը տեխնոլաբի բացումները։ Այս սենյակը վերանորոգվել ու տեխնիկապես զինվել է կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբի գործունեության շնորհիվ Եվրոպական միության ու ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Տեխնոլաբ կամ նմանատիպ որևէ ակումբ ստեղծելը հեշտ է, ասիկա խնդիրը մենակ գումարի մեջ է, բայց պահպանել, զարգացնել ու նպատակի ծառայեցնել դա դժվար ու շատ շնորհակալ ենք դպրոցին, որ համ ծրագիրը սիրով իրականացրեցին ու շատ արձագանքող էին ու նաև ծրագրի ավարտից հետո ինքը ապրում է։ Ժամանակակից տեխնիկայով եւ նորարար լուծումներով համալրված սենյակը հնարավորություն կտա աշակերտներին գործնականորեն ուսումնասիրել տեխնոլոգիաների աշխարհը, զարգացնել ստեղծարար մտածողությունը եւ նոր հմտություններ ձեռք բերել։ Սենյակը վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, սմարթ գրատախտակով, վիրտուալ իրականության սարքերով, եռաչափ տպիճով, դյուրակիր համակարգիչներով, սենյակը սովորողներին հնարավորություն կտա իրականացնելու տարբեր ծրագրեր, նախագծային աշխատանքներ եւ այն ծառայելու է ոչ միայն դպրոցի սովորողներին, այլև համայնքի երիտասարդներին։ Բավական հետաքրքիր բաներ են իրականացնում, ասենք այդ VR ակնոցները կամ ծրագրավորում են C++-ով կամ այլ նաեւ 6-րդ դասարանի աղջնակը բավական հետաքրքիր հաշվիչ էր ստեղծել, ինչը ուրախացնում է։ Ծրագրի իրականացմանը 10% աջակցություն է ունեցել նաև Ախորյանի համայնքապետարանը։ Ծրագրի կարևոր պահանջներից մեկն էր նաև համայնքային ներդրումը, համագործակցել եմ նաև Ախորյանի համայնքապետարանի հետ, կատարվել է պահանջվող ներդրումը, որի շնորհիվ էլ ծրագիրը իրագործվել է։ Արևիկի տեխնոլաբի բացումը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում դպրոցի աշակերտների համար, այլև համայնքի զարգացման կարևոր քայլ է, քանի որ այն կծառայի ինչպես դպրոցի աշակերտական հանրույթին, այնպես էլ տեղի բնակիչներին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը։ Այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես հիմա մենք տեսնում ենք գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է։ Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը, նույնը ուզում եմ անել նաեւ այստեղ, որովհետեւ դա շատ կարեւոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետև տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում, վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222,000 աշխատատեղ։ Աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատատեղերով աշխատավարձով ապահովված
աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222,000 աշխատատեղեր։ Շատ կարևոր է նաև վիճակագրություն, ներողություն, այդքան աշխատավարձով ապահովված աշխատատեղեր, որովհետև մեր վիճակագրությամբ ես տենց էլ դա բարդ եմ հասկանում, թե ինչի համար է, բայց կան աշխատատեղեր, որոնք 0 աշխատավարձով են ապահովված, դա առանձին թեմա է, հիմա կարծում եմ դրա մասին չարժի խոսել։ Այստեղ հաջորդ խնդիրը կա, տեսեք, հարգելի գործընկերներ, մի կողմից աշխատատեղերի աճ է տեղի ունենում, մյուս կողմից մենք ասում ենք, որ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է եւ սա ճշմարտություն է, բայց կա նաեւ այսպիսի մի իրականություն, երբ որ մարդիկ հասկանալիորեն հարց են բարձրացնում, ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են, աշխատող են, բայց իրանք չեն ապրում բարեկեցիկ կյանքով։ Իհարկե, այս թեման նորություն չի եւ այս թեմայի մասին մենք շատ ենք մտածել, ես ինքս էլ շատ մտածում եմ եւ դրա մասին կիսվել եմ վերջին շրջանում շատ հաճախ։ Այստեղ պիտի էլի համարձակություն վերցնեմ ասելու համար, որ սա արդեն որակավորման եւ կարողությունների խնդիր է, որովհետեւ աշխատավարձը, որևէ աշխատավարձ, բացի իհարկե կառավարության քաղաքականությունները կապ ունեն սրա հետ, եւ մեր քաղաքականությունները իմիջայլոց շատ հենց նպաստավոր են եղել, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ հիմա մենք, չգիտեմ պատմականորեն դա նվազագույն է, բայց համենայն դեպս 2018 թվականից հետո մենք էականորեն Հայաստանում եկամտային հարկը իջեցրել ենք։ Եռահարկ, այսպես ասած, եկամտային հարկը, որը 36%, 26% եւ 23%։ Մենք նախ համահարկ դարձրինք եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է։ Այսինքն սա նշանակում է, որ այն ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, այդ գումարները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններն իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին պատրաստելու խաղաղության իրականության մեջ ապրելու տրամաբանությունը։ Այդ ընկալումն արդեն կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Ժնևում միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ Հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Սիմոնյանը փակագծեր չբացեց, ընդգծեց միայն խոսքը հեռավոր ապագայի մասին չէ, իսկ ապագայում երկկողմ քայլերի պակաս չի զգացվի։ Երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Հանդիպմանն արդյոք անդրադարձ կատարվել է գերիների խնդրին, Սիմոնյանը մանրամասնեց։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Հայկական կողմի համար դժվար է Ադրբեջան գնալ այն պարագայում, երբ այնտեղ ունենք պահվող անձինք, նկատեց ԱԺ նախագահը պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը այցելի Երևան։ Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ ինչ-որ միջազգային ձևաչափերի շրջանակում Գաֆարովան գա Հայաստան։ Խոսակցություն եղավ օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց
մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեր վրա։ Ադրբեջանի ցանկությունն այն է, որ 10-20 տարի հետո ինչ-որ մի երրորդ արտաքին ուժ չփորձի երկու նախկին խորհրդային երկրները իրար հետ կռվեցնել, նկատեց Սիմոնյանը։ Որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա, դու պետք է հասկանաս լավ, ես իմ դիրքորոշումը ունեմ։ Իրանց դիրքորոշումը որն է։ Իրանց դիրքորոշումը հետևյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական եւ այդ հրահարման հետևանքով հայկական զորքերը, ռուսական զորքերի աջակցությամբ, ես ասում եմ, այն ընկալումը, որը որ կա հակառակ կողմի մոտ, գրավել են իրենց տարածքի 30-20 կամ 30%-ը։ Հիմա մենք կարող ենք վիճել այս պնդմանը հետ, կարող ենք ասել համաձայն չենք, կարող ենք ասել սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, չէ՞ թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա որպեսզի որ մենք կարողանանք խոսենք, մենք պետք է մի հատ հասկանանք դիմացին ինչ է ասում։ Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում։ Խորհրդարանի նախագահն ասաց, Ադրբեջանի իր գործընկերոջը նաև հարցրել է, ինչու է Ալիևն օգտագործում միջանցք բառը։ Պարզաբանումը հետևյալն է եղել։ Ի պատասխան հնչել է, որ դա այդ միջանցք բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով միջանցք անցնի տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է զանգիզը, դե ասում եմ, այդ տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղը մենք տրիպ ենք ասում։ Ասում եմ, ուղղակի երևի ժամանակի իր բացատրություն եմ ասում։ Ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է։ Ազգային ժողովի նախագահը անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերին։ Խոսելով Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին կարգալույծ անելու որոշման մասին, ԱԺ-նախագահը նկատեց. Իսկ ով է կարգալույծ արել։ Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի տեխնացուել է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում եմ, մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Անդրադարձ եղավ նաև Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ Ըստ Սիմոնյանի կան մարդիկ, որոնք սխալմամբ կարծում են, որ հանցագործություն կատարելիս կարող են թաքնվել քաղաքական դիրքորոշումների ետևում։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասխանված։ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ, թիրախավորելով ռուսական երկու խոշոր նավթային ընկերություն՝ Ռոսնեֆտը եւ Լուկոյլը։ Այս քայլով ԱՄՆ նախագահը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն էր, մենք երկար սպասեցինք, նշել է Դոնալդ Թրամփը, հավելելով. Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ լավ զրույցներ են ունենում, սակայն դրանք հետո ոչ մի տեղ չեն տանում։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը։ Ինձ չէր թվում, թե մենք կհասնեինք այնտեղ, ուր պետք էր, հետեւաբար ես չեղարկեցի հանդիպումը, բայց մենք ապագայում կհանդիպենք, ասել է նա։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենք դեռ ցանկանում են հանդիպել ռուսների հետ եւ միշտ շահագրգռված կլինեն շփումներով, եթե կա խաղաղության հասնելու հնարավորություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նաեւ քննադատել է իր ռուս գործընկերոջը խաղաղությանը լուրջ չվերաբերվելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփի խոսքով պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը համաձայնի դադարեցնել պատերազմը։ Ռյուտեն իր հերթին նշել է, որ այս պատժամիջոցներն ավելի մեծ ճնշում կգործադրեն Պուտինի վրա։ Անցյալ շաբաթ էլ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Մեծ Բրիտանիան։ Այս երկու ընկերությունները օրական 3.1 միլիոն բարել նավթ են արտահանում։ Մոսկվայի ամենախոշոր գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը եւ Թուրքիան։ Նյու Դելին սակայն նախատեսում է կրճատել ռուսական էներգակիրների ներմուծումը, ինչի դիմաց ըստ տարբեր աղբյուրների Վաշինգտոնը կնվազեցնի հնդկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։ Նա նշել է, որ պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկերը, կրիպտոբորսաները, հնդկական եւ չինական մի շարք կազմակերպություններ։ Նոր փաթեթով սահմանափակվում են նաեւ ռուսաստանցի դիվանագետների ճանապարհորդության հնարավորությունները Եվրամիության տարածքում։ Կալասը հավելել է, որ Ռուսաստանի համար ավելի դժվար է դառնում ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Մոսկվան եւ Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկրի տարածքում գիշերը խոցվել է գրեթե 140 ուկրաինական անօդաչու։ Բրյանսկի մարզում կա 1 զոհ։ Իսկ ռուսական անօդաչուների հարվածներից Կիևում 4 մարդ է վիրավորվել, Սումիի մարզում վիրավորվել է երկաթուղային կայարանի 2 աշխատակից։ Նախորդ գիշեր Կիևի մարզում ռուսական հարվածներից 7 մարդ էր զոհվել։ ԱՄՆ Սենատն արդեն 12-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում էր ժամանակավորապես ֆինանսավորել կառավարության աշխատանքը։ Հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ առողջապահական ծախսերի շուրջ։ Միացյալ Նահանգներում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է հոկտեմբերի 1-ից։ Այն դարձել է երկրորդ ամենաերկար շաթդաունը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում, ընդ որում երկուսն էլ տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Եվրամիությունը եւ Եգիպտոսը ստորագրել են մի շարք համաձայնագրեր ուղղված քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում գործակցության խորացմանը։ Բրյուսելում անցկացված Եվրամիություն-Եգիպտոս գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Կահիրեին կտրամադրվի 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական աջակցություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաեւ հայտնել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու ծրագրի մասին։ Այն կմիավորի միջազգային գործընկերներին Գազայում բարեփոխումների եւ վերակառուցման ջանքերի շուրջ։ Նա կարևորել է Եգիպտոսի միջնորդական դերն այս հարցում։ Գորիսի պետական դրամատիկական թատրոնը մի փոքր ուշացումով բացում է 89-րդ թատերաշրջանը։ Հանդիսատեսը շտապում է դեպի թատրոն, ներկա գտնվելու սպասված առաջնախաղին։ Դիտելու են Աբու Լալամահարի պոեմի բեմադրությունը, ակնկալիքները մեծ են։ Միգուցե ես դա շատ լավ եմ մարսել, սպասումներս շատ մեծ են։ Մտածում եմ նաև հասարակության ինչ շերտերում ինչպիսի ընկալում կլինի, որովհետև Աբու Լալամահարի որևէ բեմում դեռ չեմ տեսել, բայց քանի որ նաև շատ վստահում եմ մեր թատրոնի դերասանական անձնակազմին, հիանում եմ նրանց ելույթներով, մտածում որ անպայման ես լավ տրամադրությամբ կլքեմ դահլիճը։ Գիտեմ եւ կոլեկտիվին, եւ դերասանական կազմին, եւ ռեժիսորներին, եւ սպասելիքներս իսկապես շատ են Իսահակյանի 150-ամյակին նվիրված այս թատերական ներկայացման համար։ Ես լինելով այս թատրոնի նախկին դերասանուհի, շատ ողջավորված եկել եմ դիտելու մի ներկայացում, որը նվիրված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Շատ ողջունելի է նման ստեղծագործությամբ սկսել թատերաշրջանը։ Սպասում եմ, որ իրենց համար կլինի լավագույն թատերաշրջանի սկիզբ։ Հայտնի պոեմը ամենից շատ թարգմանվածն է հայ գրականության մեջ։ Սա թատերաշրջանը Ավետիք Իսահակյանով սկսելու շարժառիթներից մեկն էր։ 150-ամյակը մեր մեծ վարպետի որևէ կերպ ուզում էինք մեր թատրոնում ազդարարել եւ նվիրել իր հիշատակին, որովհետեւ Իսահակյանի գրվածքները, բանաստեղծությունները մեր մեծ դասականի, մեր ինչպես ասում են, վարպետի հիշատակը եւ նման բարձր գագաթների մենք պարտավոր ենք ամեն կերպ պահպանել, հիշատակել։ Իրենց խոսքով դերասանները բազմիցս են ներկայացել, այս անգամ հանդիսատեսին պետք է մնջախաղով զարմացնեին։ Փորձությունը բարդ էր, բայց հաղթահարելի, խոստովանում են արտիստները։ Դերասանական խաղի վարպետության շնորհիվ մենք այդ բացահայտումը բացում սուրահները, թե որ սուրահում ինքը ինչ էր ասում հանդիսատեսի մատուցում։ Ինքը կարողանում է բացել դերասանին, ինքը կարողանում է դերասանի ամբողջ մարմինը աշխատացնել բեմում, ինչը ժամանակին կատարում էր խոսքը։ Խոսքով իհարկե ավելի հեշտ է ինչ որ բան բացատրել ու կատարել գործողություն, բայց այս դեպքում մի քիչ եւ խոսքը, եւ պլաստիկան, եւ շարժը, եւ վարպետությունը համախմբված է միտեղ։ Լարվածությունը, այն բեմական լարվածությունը, ինչպես միշտ բոլոր ներկայացումներից առաջ ունենք, բայց այս մեկը ավելի մենք լրիվ ամբողջ խմբով միահամուռ կերպով ամեն ինչ անում ենք։ Շատ դժվար է
հասկանալը, ներկայացման, ասենք, ասելիքի եւ իմաստի մասին, իրանք պետք է այս ներկայացումից հետո իմ կարծիքով կսկսեն մարդիկ պոեմը Ավետիքի Սահակյանի այս պոեմը շատ ծանր այս պոեմը իրանք ընթերցեն, որ իրանց համար ամեն ինչ հասանելի լինի։ Ներկայացման փորձերը տևել են մոտ 2 ամիս։ Ռեժիսորը 50 րոպեի մեջ փորձել է մեր ժամանակների հետ զուգահեռներ տանել, ասելիքը լռությամբ փոխանցել հանդիսատեսին։ Առաջին համատեղ աշխատանքն այս թատրոնի անձնակազմի հետ համարում է ստացված։ Միայն մեծ ազատությամբ, անհուն, անտարած։ Սա ավանդական դրամատուրգիա չի, սա պոեմի բեմական տարբերակն է։ Ես փորձել եմ այլ եւ այլ ուրիշ խնդիրներ չլցնել պոեմի մեջ, որտեղ պոեմը այնքան հարուստ, այնքան բազմաշերտ, այնքան խորն է, այնքան դառնագին մեջը շերտեր կան, այնքան հիասթափություններ ու ողբերգություն կա, մի փոքր ծաղկաքաղ եմ արել էլի, որտեղ ամբողջ չլսել, դա կներեք կարելի է ռադիո բեմադրություն անել կամ ամեն մարդ կարող է գնալ տունը կարդալ։ Թատրոնում նորությունները շատ են, դրանցից գլխավորը շենքի հիմնանորոգումն է, կառավարության 100% ֆինանսավորմամբ։ Տնօրեն Սյուզաննա Խաչատրյանը վստահեցնում է, շինարարական աշխատանքները չեն խանգարի հաստատության գործունեությանը։ Վերանորոգման նախագիծը արդեն հաստատված է, մրցույթի դրված է եւ նոյեմբերի 7-ին մենք կունենանք մրցույթի արդյունքները։ Կտևի մոտ 2 տարի, բայց իր ուրախություն մեր թատերասեր հասարակությանը պիտի ասեն, որ թատրոնը շարունակելու է իր գործունեությունը, դադար չենք ունենալու ենք մարզային տարբեր հյուրախաղեր, ունենալու ենք ստացիոնար ներկայացումներ, ինչու ոչ պլանավորում ենք նաև տարբեր ներկայացումներով մասնակցել, նույնպես միջազգային փառատոների։ Թատրոնի խաղացանկն այս պահին էլ համալրվում է նոր գործերով։ Հանդիսատեսին մնում է սպասել հետաքրքիր ներկայացումներին եւ վերազինված շենքային պայմաններին։ Վարդենիս համայնքի ակունք բնակավայրի նախկին ոռոգման համակարգի տեղ-տեղ պահպանված նմուշներն են։ Շինարարական աշխատանքների ընթացքում են դուրս բերվել։ Յուղացիների միջև վեճի առարկա դարձած համակարգն արդիականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Շինարարությունը սկսվել է շուրջ 1 ամիս առաջ։ Տեղադրում ենք LR6 բետոնե կիսախողովակները, իրանց պաստավկեկը, հետո արմերը դնում ենք տեղադրելով, գնում ենք առաջ։ Նախկին ցանցը եղել է 60-ականների տեղադրված ցանց, շատ ահավոր վիճակում էր գտնվում, գրեթե չէր աշխատում։ Մարդիկ դժգոհում են։ Հիմա մենք լրիվ նոր տեղադրում ենք, որպեսզի ավելի լավ լինի։ Ժողովուրդ չի կարում հողամասեր ջրեր իրար հետ կռվելու, իրար հետ պատրաստ, իսկ հիմա շատ լավ։ Իրեմն են ամեր տներ, ընդեղն էլի սև կարիտաներ ու սիրուն սարքած, էլ խնդիր չունենք, շատ լավ, մաքուր ձևով, հանդիստ, հերթով, ջրում ենք մեր հողամասեր։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է ակունքի ոռոգման համակարգի 2730 գծամետր երկարությամբ հատվածը։ Կառավարությունն ու համայնքը համատեղ շուրջ 149 միլիոն դրամ են հատկացրել։ Գալիք ոռոգման սեզոնին նորակառույց առուներն առանց կորուստի ջուր կհասցնեն 930 տնտեսության։ Խալխլված, ջարդված վիճակում էր, ամբողջությամբ բացակայում էր, հիմնականում արդեն վերջի տարիներին բացակայում էր ոռոգման ցանցը, հողային շերտով էր ջուրը գնում, որը առելի մեծ քանակությամբ կորուստներ էր տալիս։ Կարտոֆիլի ցանկատարածություններ են, շուրջ բոլորը ոռոգման ցանցը նպաստել է, որպեսզի գյուղացիները առավել եւս շատ կարողանան մշակել հողատարածքները։ Եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, ոռոգման համակարգի շինարարությունը կավարտեն մինչև հոկտեմբերի վերջ։ Աջակցություն մշակութային ժառանգությանը ծրագրի շրջանակներում Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի 35-ամյակին ընթരാճ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է թանգարանի մշտական ցուցադրության արդիականացում։ Հիմնադրման օրվանից հիմնական ցուցադրությունը փոփոխություն չէր կրել։ Ստեփան Զորյանի թանգարանի իրականացված այս ծրագիրը հնարավորություն է տալիս նպաստել Ստեփան Զորյանի դերի հանրայնացման և հանրահռչակման բարձրացմանը։ Պետք է ասեմ, որ Ստեփան Զորյանի տուն-թանգարանը դա պետք է դառնա այն մշակութային միջավայրը, որտեղ կամրապնդվի թանգարան այցելու կապը։
Ցուցադրությունը ներկայացված է երկու հարկում, որտեղ անդրադարձ է կատարվում Ստեփան Զորյանի կյանքին եւ ստեղծագործական ժառանգությանը։ Թանգարանը արդեն 35 տարեկան է, բայց նրա ցուցանմուշները 40 տարվա վաղեմություն ունեին, արդեն բավականին խունացել էին փաստաթղթերը եւ առհասարակ բոլոր ցուցանմուշները եւ որոշեցինք տալ նոր շունչ, ավելի փոփոխել, արդիականացնել, որպեսզի ժամանակակից սերնդի համար ավելի գրավիչ դառնա։ Կատարել ենք մի շատ կարևոր առաքելություն թանգարանի համար։ Առաջին հերթին մեկուսացրել ենք արևի լույսի մշտական առկայությունը թանգարանում, ինչը վտանգում է թանգարանային առարկաների եւ ցուցանմուշների երկար կյանքը։ Դիզայներական հետաքրքիր լուծումների շնորհիվ նորովին ներկայացրել ենք մեծանուն գրողի կյանքն ու գրական ժառանգությունը։ Ցուցադրության ոճավորման համար հատուկ շեշտադրում է արվել գունային ներդաշնակության ապահովմանը։ Մասնակի փոփոխություններ են կատարվել նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահի տարածքում, որտեղ կատարվում են ոչ միայն ցուցադրություններ, այլև կազմակերպվում են գրական ցերեկույթներ, անց են կացվում կրթական ծրագրեր։ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ վերանորոգվել են թանգարանի սրահներն ու ամբողջականացրել արդիականացումը։ Թանգարանը ինքը բովանդակությամբ շատ հարուստ է, լեցուն է, բայց նաև ձևով պիտի որպեսզի գրավիչ լինի, հատկապես օտարերկրայցելուների, ինչու՞ չէ մեր երիտասարդների, որովհետև գիտենք, որ գրավչությունը այնուամենայնիվ կարևոր դեր է խաղում, եւ ինչ խոսք ամենակարևորը թանգարանի ներսի բովանդակությունն է։ Հետևաբար ես կարծում եմ, որ այս թանգարանը ոչ միայն իր բուն բովանդակությունն է իրականացնում, այլ նաև շատ կարևոր առաքելություն ունի, հատկապես սերնդի դաստիարակության, այսպես արտադպրոցական կարևոր նշանակություն ունենալով։ Նորովի ներկայացվել են գրողի կենսագրական դրվագները, վերարժևորվել է նրա գրական ժառանգությունը, ժամանակակից սերնդին մշակութային հարստությունը հասանելի, մատչելի դարձնելու համար։ Սրահը, որտեղ մենք գտնվում ենք, հուշային է։ Այստեղ եղել է գրողի հարուստ գրադարանը, բռնկված հրդեհից գրադարանի գրքերի մեծ մասը այրվել է, մնացել է մի փոքր մասը եւ մեր աշխատակազմի ջանքերով գրադարանը կրկին վերականգնվում է։ Թանգարանը վերաբրենդավորվել է եւ ունի նոր լոգոտիպ։ Հոկտեմբերի 18-ին ժամը 10-ի սահմաններում մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում մայրաքաղաքի պարեկները նկատել են BMW Մագնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ըստ օպերատիվ տեղեկության զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ։ Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի։ Արցախի պողոտայում BMW-ն ինքնավթարի է ենթարկվել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել։ Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակոն գյուղի բնակիչ է, 26 տարեկան։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ, ընդհանուր մոտ 57 գրամ քաշով։ Պայուսակում կար նաեւ 3 փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու եւս 7 փամփուշտ պահունակի գրպանիկում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։